ես հիմա բաց խոսելու եմ նաև այն խնդիրների մասին, որ ունի այսօր մեր ընդդիմությունը 2 ամիս առաջ, երբ որ քարոզարշավը չէր մեկնարկել, ես եւ Տիկին Թովմասյանը մեր շատ սիրելի ընկերոջը Խաչիկ Մանուկյանին հարցրեցինք. Խաչիկ ջան, քո PR-ով ով է զբաղվում։ Խաչիկ Մանուկյանը տվեց պանելային քննարկում անցկացնող գուրուների, ովքեր իրանց դրել են մեծ, չգիտեմ ինչի տեղ, ովքեր կերել են Օսկանյանի գլուխ, որպես քաղաքական բաներ են, որպես քաղաքական, իրանց PR-ն են արել, տապալել են, Բակրատ Սրբազանի անընդհատ, հիմա պարոն Վանեցյան, որ այդ պանելային քննարկում կազմակերպող գուրուներին եւ գուրուհիներին, ես բառը հումորով եմ ասում, որտեղ գուրուի իքականը կարծես թե չկա, տանում եք, մենք Խաչիկին ասեցինք, ես եւ Տիկին Թովմասյանը, Խաչիկ ջան, եթե այդ մարդիկ են, հա, որոնք երբ որ հունիսի 12-ին ռումբ կիրառվեց լուսաձայնային ցուցարարների հանդեպ, ակադեմիայի հետևը փախկված կանգնած էին, որոնք ոչ մի անգամ կռվի առաջնագծում չեն եղել, բայց պանելային քննարկումներ են կազմակերպել, անկապ խոսացել են հայտնի ճշմարտություններից, իրանց պայքարը, իրանց ֆեյսբուքյան էջից են կողմ չի անցել, որտեղ վիձիծիլի իրան 21-րդ դարի հայ ազգի խոշորագույն փորձագիտական ներուժն են, որոնք ոչ մի կռվի առաջնագծում չեն եղել, բայց կարան բոլորին խորհուրդներ տան։ Իդեպ ես անձամբ նաև զգուշացրել էի Բագրատ Սրբազանին, որ այս անձին թյուրիմացություն են եւ տանելու են ձախողման։ Մի լսեք, ես PR-շիկ չգիտեմ ինչերին, եւ այդ նույն մարդիկ չհասկացա ոնց հայտնվեցին պարոն Վանեցյանի կողքը եւ Խաչիկ Մանուկյանի PR-ով էին զբաղ, այն Խաչիկ Մանուկյանը, որ ինքը տեղով էներգետիկա է, այո, եւ այդ կերպարից կոնկրետ մենք եւ ես եւ Տիկին Թովմասյանը Խաչիկին ասել ենք չես ունենալու հաջողություն, որովհետեւ քո PR-ով զբաղվում են պանելային Փոխանակ ուրեմն այդ հարուստ կերպարը ավելի հարստացնեին եւ ճիշտ գալստուկի տակ լղոզեցին, պրծացրեցին, որովհետեւ վիձիծիլի իրանք էմոցիոնալ խոսք, էմոցիոնալ սլենգ, էմոցիոնալ բառապաշար չեն ընդունում։ Ես չգիտեմ, ես մի բան գիտեմ, երբ որ ինչ-որ մեկին հրավիրում են ինչ-որ մի պատասխանատվություն ստանձնելու, պարոն Վանեցյան, նայում են այդ մարդկանց այն success story-ները, հաջողության պատմությունները, այդ մարդիկ հաջողության պատմություն ունեցել են, թե ինչի կպել են, կամում կպել են, տապալել են, սա մեկ, սա պարզապես մեր ընկեր Խաչիկի մասով, ինչ մենք իրան 2 ամիս ասել ենք, իմանալով, թե ովքեր են զբաղվում նրա PR-ով եւ նրա քարոզչությամբ, այդ պանելային քննարկումները նաեւ խոսեք այն մարդկանց մասին, այդ նույն գալստուկավորները, որ բան ինչ որ խորհուրդներ են տալիս կամ անընդհատ խոսում են նրա մասին, որ պետք է ինչ որ հանրապետական կուսակցությունը ակտիվ չլինի, այդ հաղթած նախագահները հանկարծ չգան առաջին պլան, չգիտեմ ինչ, բայց Մասիսի քաղաքապետը որ կուսակցությունից էր, որ այդտենց հաղթում էր։ Ուրեմն ես ձեզ հավատացնում եմ, այն որ ասում են դե Աշոտյանը չխոսա, Շարմազանը Վեդիկը չխոսա, իրանք հանկարծ չգան առաջիգից, այդ մարդիկ հատուկ են ասում։ Այսինքն ոչ մի կայացած քաղաքական գործից չխոսա։ Նաիրա Զորաբյանը բանը չլինի, չխոսա, էլի, ասենք քաղաքական դեպքերը այն գյադաներին, չգիտեմ որտեղից են լակոտներին գտնեք, այդ լակոտներով ինչ որ ինչ որ